ավարելի ճակատամարտը դա ինչ ճակատամարտ էր, ինչև էր, և դրա մասին էլ շատ հակասական կարծիքներ կան, ուզենայի ձեր կարծիք իմանալ։ Այդ մասին ես մի ամբողջ գիրք եմ գրել։ Չէ, կարճ հնարավոր չի, որ կարճ դա Հայաստանի Վարդանյան Հայաստանի, ես այսպես պայմանական անուն եմ դնում, արդեն ոչ թե մարզպանական Հայաստանի այդ պահի դրությամբ, որտեղ Վարդան Մամիկոնյանը դարձել է երկրի կառավարիչը և պարապետն էր հայոց բանակի միաժամանակ, Վարդանյան Հայաստանի զորքի, հայոց բանակի և Սասանյան Իրանի բանակի միջև մեծ ճակատամարտ էր, որին հայկական կողմից մասնակցել է 66,000 մարդ, պարսկական կողմից թիվը մեր աղբյուրներում չկա, բայց նշվում է, որ շատ էին ավելի քան հայերը, շատ ավելի շատ էին, իմ հաշվարկներով մոտավոր և այլն, մոտ երկու անգամ շատ պետք է լինեին, 100-120,000 մարդ պետք է եղած է։ Եվ սա է ճակատամարտը, որը Վասակցունեն կրվել է Ավարայի ճակատամարտում, պարսկական զորքի կազմի մեջ, հայկական զորքի դեմ։ Նա եղել է Նա եղել է պարսկական ռեզերվի մեջ, պարսկական պահեստազորի մեջ, որը վերջում մտավ ճակատամարտի մեջ, փղերի մի առանձին գունդ ունեին և այդ 10,000-անոց կորպուսներ, որի հրամանատարներից մեկը կամ հենց Վասակցյունին էր, կամ ինքը հրամանատարի տեղակալն էր ավելի հավանականա, նրանք էին, որ վերջում, երբ Վարդան Մամիկոնյանը մղում էր այսպես արևգարդային ճակատամարտ թույլ տալով, որպեսզի հայկական զորքերը նահանջեն, շրջապատեցին Վարդան Մամիկոնյանին և ոչնչացրեցին իր ջոկատի հետ միասին։ Այնպես որ Վասակ Մամիկոնյանը մասնակցել է անձամբ Վարդան Մամիկոնյանի սպանությանը Ավարայրի ճակատամարտում։